Ձեր կարծիքով ինչու Փաշինյանը չի ցանկանում համաներում անցկացնել, երբ ինքն էլ էր համաներման բազա դարձած։ Դե կարող է վախում են, ինչի չցանկանում։ Փաշինյանը ինքը գիտել ինչ պիտի ասել։ Երևի կգա ինչ-որ ժամանակ, որ կանի ինքը այդ բանը, չեմ կարող ասել ինչու չի անում, բայց երևի պետք է գա տենց ժամանակ, որ կկարողանա անի։ Թե այդ հնուց օրենք է եղել ու պիտի ինքը ինչով է զբաղվում, որ դրանով զբաղվի։ Այսինքն ինչով է զբաղվում։ Ինքը մարդը մի հատ գժանոց պիտի բացի, դիրեկտորն է ինքը լինի, այդքան բան։ Ինչու է այդպիսի կարծիք ունեք վարչապետի մասին։ Բայց ինչի անում որ 5000 տաղու գլուխ կերավ, 5000 ծուխ մարեց։ Ինչ երաբլուրը լսի, ինքը հրջվում է կուկուրուզ է կրծում։ Ինչ ասել։ Դա ինչ կապ ունենքն էլ արձակում, համաներում բոլորին չի վերաբերում։ Բայց ինչու չի անում։ Գիտեք, այդ համաներում ստացողների մեծ մասը դուրս է գալիս, մի ամիս հետո նորից հետ է գնում։ Այդ դրա համար պետք չի որ դուրս գան տենսները, հասկանալի է, չէ՞։ Չկամ այդ հարցում։ Ախպեր դրանու բիտը։ Ոյ, չգիտեմ։ Չեմ կարող պատասխանել։ Գիտեմ բա։ Դե իշխանության որ գալիս են արդեն օրենքները փոխվում է, որոշումներն էլ հետը։ Նախ դատապարտյալների հարցով ես իմ կարծիքը հայտնեմ հետևյալը։ Մենք չունենք դատական կուլտուրա, այսինքն մենք դատական համակարգը մարդկանց ազատազրկում է պարտադրում, ոչ թե աշխատանք, որ կոմպենսացնի իր առաջացրած խնդիրը։ Օրինակ գողության դիմաց վերցնենք, մեկն ու մեկից գողություն են արել, պետությունը կոմպենսացնի գողությունը ու այն մարդը ով գողությունը արել, նրան պարտադիր աշխատանքի ուղղորդի, որի արդյունքում եւ աշխատանքի ծախսերը, որը քննիչը, հետազոտողը, ոստիկանն է ժամանակ դրել նման մարդու վրա աշխատի, այդ ծախսը կոմպենսացնի եւ այդ տվյալ մարդը, որ դժվել է գողության հետևանքով։ Օրինակ նման բաները խնդիր են արդեն, ոչ թե պետք է մտածել համաներման մասին, այլ համակարգել հանցագործություն կատարածներին հանրությանը նպաստող պատիժը, այսինքն իրանց ազատազրկումը լինի հանրությանը նպաստող։ Եթե ազատազրկում չի, օրինակ նենց հանգամանքա, որի դիմաց չեն կալանավայր ուղղորդեն օրինակ աշխատանքի։ Նման հանցագործություն, օրինակ ախտությունական բարձր հայուելով գնացել վերցնենք փողոցում կամ մի աղջկա վրա շատ վատ նայե, բարկացե, սենց, իրան օրինակ ինչ-որ տուգանքի ենթարկի ոչ թե ֆինանսապես, այլ տենց կես պայեցիր, արի աշխատի, օրինակ այս փողոցում կամ այս աղջիկը, որ հասցեում է այդ փողոցը գնա մաքրի 7 օր օրինակ, որ այդ աղջկան եկար գեղձևի ռեպլիկ նետեցիր։ Այսինքն մենք պետք է մտածենք ոչ թե համաներում, որի արդյունքում բերելու է, իմ կարծիքն եմ ես հայտնում, որի արդյունքը բերելու է շատ ժամանակ նաև հանցագործությունների վերակրկնվելուն, այլ ճիշտ սիստեմավորում, որի արդյունքում օգուտ կգաղի հանրությունը։